Ողջույն սիրելի հետևորդներ, ինչ կլինի, եթե Աստված քեզ արդեն տվել է այն, ինչ պետք է քո կյանքի կոչումը կատարելու համար, բայց դու պարզապես թույլ ես տվել, որ այդ շնորհը մարի։ Գուցե դու ունես շնորհ, բայց չես օգտագործում, ունես հավատք, բայց վախենում ես խոսել, ունես կոչում, բայց հետ ես կանգնել։ Ունես Աստծո տված հնարավորություն, բայց ասում ես, ես չեմ կարող։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին չի ասում ստեղծիր նոր կրակ, նա ասում է վերարծածիր Աստծո շնորհը, որ քո մեջ է։ Սա նշանակում է, որ գուցե քո ներսում արդեն կա մի կրակ, որ Աստված վառել է, բայց այն պետք է նորից բորբոքել, եւ այսօր խոսքը հենց քեզ համար է։ Աստված քեզ չի տվել վախի հոգի։ Եթե դու ապրում ես մշտական վախի մեջ, գուցե պետք է ոչ թե ավելի շատ ուժ փնտրես, այլ նորից բորբոքես այն շնորհը, որը Աստված արդեն դրել է քո մեջ։ Այդ պատճառով էլ հիշեցնում եմ քեզ, որ վառ պահես Աստծո շնորհը, որ քեզ տրվեց իմ ձեռնադրության միջոցով, որովհետև Աստված մեզ չտվեց վհատության հոգի, այլ զորության, սիրո եւ զգաստության։ Ուստի ամոթ մի համարիր մեր Տիրոջը վկայել, ոչ էլ ինձ նրա բանտարկյալին, այլ ինձ նման հանձն առ Աստծո զորությամբ չարչարվել ավետարանի համար։ Նա, որ փրկեց մեզ եւ հրավիրեց սուրբ կոչմանը, ոչ ըստ մեր գործերի, այլ ըստ իր ծրագրի եւ այն շնորհի, որ տրվեց մեզ Քրիստոս Հիսուսի միջոցով հավիտենական ժամանակներից առաջ, բայց այդ շնորհը հայտնվեց այժմ մեր Փրկչի Հիսուս Քրիստոսի երևումով։ Նա կործանեց մահը եւ լուսավոր դարձրեց կյանքն ու անմահությունը ավետարանի միջոցով։ Ավետարան, որին ես կարգվեցի քարոզիչ, առաքյալ ու հեթանոսների ուսուցիչ։ Այդ իսկ պատճառով այս չարչարանքներն եմ կրում, բայց ամոթ չեմ համարում, որովհետև գիտեմ, թե ում եմ հավատացել եւ վստահ եմ, որ նա կարող է իմ ավանդը պահել մինչև դատաստանի օրը։ Որպես օրինակ ունեցիր այն ողջամիտ խոսքերը, որոնք լսեցիր ինձնից այն հավատով ու սիրով, որ Հիսուս Քրիստոսով է։ Պահիր բարի ավանդը Սուրբ Հոգու զորությամբ, որ բնակվում է մեր մեջ։ Ամեն։ Վերարծարծիր Աստծո շնորհը, որ քո մեջ է։ Պողոս առաքյալը Տիմոթեոսին հիշեցնում է Աստծո տված պարգևի մասին։ Այստեղ կարևոր բառ է վերարծարծիր։ Այսինքն կրակը պետք է պահել, սնուցել, չթողնել, որ մարի։ Կրակը ինքն իրեն չի պահպանում։ Եթե փայտ չավելացնես, այն կմարի։ Նույնը հոգևոր կյանքի հետ է։ Հավատքը կարող է թուլանալ, եթե մարդը չի աղոթում։ Սերը կարող է սառչել, եթե մարդը չի գործում սիրով։ Կոչումը կարող է մոռացվել, եթե մարդը վախենում է ծառայելուց։ Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է, այս խոսքի մեջ տեսնում է ոչ թե նոր շնորհ ստանալու պահանջ, այլ արդեն ստացած շնորհը գործի դնելու կոչ։ Աստծո պարգևը անգործության համար չէ։ Այսօր մեզ համար հարցը շատ պարզ է. ինչ շնորհք է Աստված դրել քո մեջ, որը դու չես օգտագործում։ Գուցե կարողանում ես մարդկանց մխիթարել, գուցե կարողանում ես սովորեցնել, գուցե կարողանում ես ծառայել, գուցե ունես առաջնորդելու կարողություն, գուցե կարողանում ես աղոթել ուրիշների համար։ Մի թաղիր այն, ինչ Աստված քեզ տվել է։ Ոչ թե վախի, այլ զորության, սիրո եւ զգաստության հոգի։ Սա հատվածի ամենահզոր խոսքերից մեկն է։ Աստված մեզ վախի հոգի չի տվել։ Սա չի նշանակում, որ հավատացյալ մարդը երբեք չի վախենում։ Նշանակում է, վախը չպետք է դառնա նրա կյանքի ղեկավարը։ Վախը կարող է թակել քո դուռը, բայց դու պարտավոր չես նրան ներս թողնել եւ նստեցնել ղեկին։ Աստված տալիս է 3 բան. զորություն, սեր եւ զգաստություն։ Զորություն դժբախտությունների առաջ չկոտրվելու համար, սեր մարդկանց չհատելու եւ վրեժխնդիր չլինելու համար, զգաստություն ճիշտ որոշումներ կայացնելու համար։ Սիրելիներ, մենք ապրում ենք վախերի դարում։ Մարդիկ վախենում են ապագայից, վախենում են կորցնել աշխատանքը, վախենում են մարդկանց կարծիքից, վախենում են ձախողումից, վախենում են հիվանդությունից, վախենում են միայնակ մնալուց։ Եվ երբեմն մարդն այնքան է վախենում, որ այլևս չի ապրում, այլ պարզապես գոյատևում է։ Պողոս առաքյալն ասում է. վախը քո տերը չէ։ Մի ամաչիր մեր Տիրոջ վկայությունից։
Տիմոթեոսը երիտասարդ էր, իսկ քրիստոնյա նկատմամբ ճնշումը մեծ էր։ Պողոս առաքյալը նրան ասում է՝ մի ամաչիր Քրիստոսից։ Այսօր մեզ գուցե ոչ ոք չի ստիպում ուրանալ Քրիստոսին սրով, բայց կա մեկ այլ ճնշում՝ մարդկանց կարծիքը։ Ինչ կասեն, ինչ կմտածեն։ Կմտածեն չափից շատ կրոնական կերևա։ Ինչու պետք է խոսեմ հավատքի մասին։ Եվ այսպես մարդը սկսում է թաքցնել այն, ինչ ամենաթանկն է իր կյանքում։ Եթե դու չես ամաչում հրապարակել քո աշխատանքը, մեքենան, ճամփորդությունը, ընտանիքի ուրախությունները, ինչու պետք է ամաչես ասել, որ Քրիստոսն է քո կյանքի հիմքը։ Հավատքը միայն եկեղեցու ներսում պահելու բան չէ։ Հավատքը պետք է երևա նաև ընտանիքում, աշխատանքում, հարաբերություններում եւ որոշումների մեջ։ Չարչարակից եղիր ավետարանի համար Աստծո զորության համաձայն։ Պողոսը շատ հետաքրքիր բան է ասում։ Նա չի խոստանում Տիմոթեոսին հեշտ կյանք, նա չի ասում հավատա եւ այլևս խնդիրներ չես ունենա։ Ընդհակառակը ասում է պատրաստ եղիր նաև տառապանքի։ Սա քրիստոնեության կարևոր ճշմարտություններից է։ Հավատքը մեզ չի խոստանում դժվարությունների բացակայություն։ Այն մեզ տալիս է ուժ դժվարությունների միջով անցնելու համար։ Սուրբ Հովհան Ոսկեբերանը հաճախ ընդգծում է, որ Պողոսի մեծությունը հենց այն էր, որ նա չհրաժարվեց Քրիստոսից նույնիսկ տառապանքի մեջ։ Այսօր շատերը հավատում են այնքան ժամանակ, քան դեռ ամեն ինչ լավ է, բայց իսկական հավատքը երևում է այն ժամանակ, երբ պատասխան դեռ չկա։ Նա փրկեց մեզ եւ կանչեց սուրբ կոչումով։ Ուշադրություն դարձրեք, Աստված միայն չի փրկում, նա նաև կանչում է։ Քրիստոնեական կյանքը միայն փրկված լինելու մասին չէ, այն նաև առաքելություն ունի։ Աստված քեզ ինչ-որ բանի համար է կանչել, գուցե քո ընտանիքը քո առաջին առաքելությունն է, գուցե երեխաներդ, գուցե աշխատանքային միջավայրդ, գուցե մի մարդ, որին դու կարող ես քաջալերել, գուցե քո ծառայությունը։ Երբեմն մենք սպասում ենք մեծ հրաշքների, մինչդեռ Աստված մեր առջև դրել է մի փոքր մարդ, որին պետք է սիրենք պարզապես։ Նա մեզ տվեց ոչ թե ըստ մեր գործերի, այլ ըստ իր շնորհի։ Սա շատ կարևոր է։ Մենք Աստծո սերը չենք վաստակում, նրա շնորհը նվեր է մեզ, այսինքն դու արժեքավոր ես ոչ թե այն պատճառով, որ կատարյալ ես, այլ որովհետև Աստված սիրում է քեզ։ Սա պետք է փոխի նաև մեր վերաբերմունքը ուրիշների հանդեպ։ Եթե Աստված ինձ շնորհով է ընդունում, ես էլ չեմ կարող մարդկանց միայն իրենց անցյալով դատել։ Պահիր քեզ վստահված բարի ավանդը։ Վերջում Պողոս առաքյալը Տիմոթեոսին ասում է. «Պահիր քեզ վստահվածը»։ Այստեղ մեծ պատասխանատվություն կա։ Աստված մեզանից յուրաքանչյուրին ինչ-որ բան է վստահել։ Մեկին ընտանիք, մեկին երեխաներ, մեկին ծառայություն, մեկին մասնագիտություն, մեկին հոգևոր պարգև, մեկին մարդկանց վրա ազդեցություն։ Հարցը միայն այն չէ, ինչ եմ ստացել, հարցը այն է, ինչ եմ արել այն ամենի հետ, ինչ ստացել եմ։ Ինչ է ասում այս հատվածը 2026 թվականի մարդուն։ Այսօր մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ մարդուն անընդհատ ասում են. դու բավականաչափ լավը չես։ Սոցիալական ցանցերը համեմատության մեջ են դնում մարդուն։ Գովազդն ասում է դու ավելի շատ պետք է ունենաս։ Մարդիկ ասում են հաջողիր, որ քեզ գնահատեն, բայց Աստված ասում է ես քեզ կանչել եմ։ Մարդկանց կարծիքը կարող է փոխվել ամեն օր, Աստծո կոչումը չի փոխվում քամու պես։ Դրա համար քրիստոնյան չպետք է ապրի մարդկանց հավանությամբ, նա պետք է ապրի Աստծո ներկայությամբ։ Այս հատվածը մեզ տալիս է կյանքում կիրառելի մի քանի կարևոր խորհուրդներ։ Ամեն օր արթնանալիս հիշիր Աստված քեզ շնորհ է տվել։ Գտիր այն պարգևը, որը երկար ժամանակ անտեսել ես եւ սկսիր օգտագործել այն։ Երբ վախենում ես, մի ասա ես չեմ կարող, ասա Աստված ինձ զորություն է տալիս։ Մի ապրիր մարդկանց կարծիքի ստրկության մեջ։ Քո հավատքը մի սահմանափակիր միայն եկեղեցիով։ Երբ դժվարություն է գալիս, մի կարծիր, թե Աստված քեզ լքել է։ Քո ընտանիքը համարիր Աստծուց քեզ վստահված առաքելություն։
ամեն օր ժամանակ հատկացրու աղոթքին եւ սուրբ գրքին քո ներսի կրակը պահելու համար։ Մի ամաչիր բարին գործելուց, նույնիսկ եթե ոչ ոք չի ծափահարում քեզ։ Ամեն երեկո հարցրու քեզ. այսօր ես Աստծո տված շնորհը վառ պահեցի, թե թույլ տվեցի, որ այն մարի։ Սիրելի հավատավոր հետևորդներ, Տիմոթեոսին ուղղված նամակի առաջին գլխի 6-ից 14-րդ համարները այսօր մեզ մի շատ պարզ հարց է տալիս. քո ներսում Աստծո տված կրակը վառվում է, թե արդեն մարում է։ Գուցե տարիներ առաջ շատ էիր աղոթում, գուցե այսօր հազիվ ես հիշում Աստծուն, գուցե մի ժամանակ մեծ սեր ունեիր մարդկանց հանդեպ, իսկ այսօր հոգնել ես։ Գուցե մի ժամանակ վստահությամբ էիր ծառայում, իսկ այսօր ասում ես ինչ իմաստ ունի։ Պողոսն այսօր ասում է քեզ. վեր արծարծիր շնորհը, մի սպասիր մինչև ցանկություն ունես, սկսիր աղոթել, սկսիր ծառայել, սկսիր ներել, սկսիր նորից։ Քո ներսում գուցե դեռ փոքրիկ կայծ կա, բայց եթե այդ կայծը հանձնես Աստծուն, նա կարող է այն կրկին վերածել մեծ կրակի։ Եվ հիշիր Պողոսի խոսքը. Աստված քեզ վախի հոգի չտվեց, այլ զորության, սիրո եւ զգաստության։ Ուրեմն մի ապրիր վախով, մի ամաչիր Քրիստոսից, մի թաղիր քո շնորհները, թույլ մի տուր, որ քո հոգևոր կրակը մարի, քանի դեռ Աստված քեզ կյանք է տվել, նշանակում է նա դեռ գործ ունի քեզ համար։ Թող մեր կյանքը լինի այնպիսի կյանք, որ վերջում կարողանանք ասել. Տեր, այն, ինչ ինձ վստահեցիր, թող ես չթաղեցի, ես պահեցի, ծառայեցի եւ քո փառքի համար օգտագործեցի։ Սիրելի հավատավոր հետևորդներ, եթե օգտակար եղավ ձեզ այս տեսանյութը, կարող եք հավանել մեկնաբանության բաժնում, գրել ձեր կարծիքը, բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին եւ այս տեսանյութը ուղարկել քո բոլոր քրիստոնյա ընկերներին ու բարեկամներին, նրանց եւս հաղորդակից դարձնելու Աստծո խոսքին։ Աստված օրհնի բոլորիդ։